Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանում էր պահանջել Իսրայելի հանրային հեռարձակողից եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ Հայաստանի մասնակցի ելույթից հետո իրենց հեռուստամեկնաբանի կողմից հնչեցրած մեկնաբանության համար։ Հայաստանի ներկայացուցիչ Պարգի ելույթից հետո հաղորդավարը հայտարարել էր. «Չեմ հավատում, որ այդ տղաներին Երուսաղեմում մի ամբողջ թաղամաս ենք տվել»։ Ձեզ ենք ներկայացնում Իսրայելի հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենի պաշտոնական նամակը, որտեղ իսրայելական կողմը ներողություն է խնդրում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համար, կից ներկայացված է պաշտոնական նամակը։ Եվրատեսիլի հեռարձակումներն Իսրայելում ավանդաբար ուղեկցվում են հումորային և թեթև մեկնաբանություններով, որոնց ընթացքում մեկնաբանների զույգը զվարճալի և հետաքրքիր դիտարկումներ է անում երգերի, կատարողների և մասնակցող երկրների վերաբերյալ։ Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչի ընթացքում մեկնաբաններն անմիջական հումորային մեկնաբանություններ են արել, այդ թվում Հայաստանի երգի վերաբերյալ, ինչպես անում են գրեթե բոլոր կատարումների դեպքում։ Նշված կատակներից մեկը, որը ուղղված էր բացառապես երգին և ոչ թե երկրին կամ հայ ժողովրդին, ակամայից վիրավորել է հայ համայնքի որոշ անդամների, սա իհարկե միանգամայն դիտավորությամբ չի եղել։ Ընդհակառակը, մի քանի առիթներով իսրայելական պատվիրակության անդամները կարևորել են Հայաստանի երգի հետ ունեցած կապը և ընդգծել երկու պատվիրակությունների միջև ջերմ հարաբերությունները, երբ իմացանք, որ մեկնաբանությունն ընկալվել է որպես վիրավորանք, տվյալ արտահայտությունը կատարած մեկնաբանը հրապարակավ ներողություն է խնդրել իր անձնական հարթակում։ Բացի այդ, պարզաբանում կներկայացվի մեկնաբանների կողմից այս երեկոյի ուղիղ եթերում։ Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիան ի սրտե ներողություն է խնդրում այս հումորային մեկնաբանության համար։ Մաղթում ենք հաջողություն Պարգին և Հայաստանի թիմին այսօրվա ելույթի ընթացքում։ Նշենք նաև, որ նման դեպքերը կարող են ազդել մրցույթի մասնակցի ընկալման վրա, սակայն առանց պաշտոնական հաստատման դժվար է գնահատել դրանց ազդեցությունը։ Եթե այս տեղեկատվությունը հաստատվի, հնարավոր է, որ Եվրատեսիլի կազմակերպիչները համապատասխան արձագանք տան, ապահովելով մրցույթի արդար ընթացքը։ Եթե նման դեպք է տեղի ունեցել, Եվրատեսիլի կազմակերպիչները կարող են ուսումնասիրել իրավիճակը և անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել ապահովելու մրցույթի արդար ընթացքը, սակայն առանց պաշտոնական հաստատման դժվար է գնահատել հնարավոր զարգացումները։ Հենց այս պահին տեղի է ունենում Եվրատեսիլ 2025 եզրափակիչը, որը տեղի է ունենում Բազելում։ Այս մրցույթն առանձնանում է բազմազան ու հետաքրքիր մասնակցություններով։ Բուքմեյքերների վերջին կանխատեսումներով մի քանի երկրներ առանձնանում են որպես գլխավոր ֆավորիտներ, որոնցից մեկն է Շվեդիան, նաև Ավստրիան։ Ավստրիան ներկայացնող 24-ամյա մասնակիցը հանդես է գալիս հետաքրքիր երգով փոփ օպերային բալադ, որը ցուցադրում է նրա հզոր վոկալային տվյալները։ Երգը համարվում է մրցույթի ամենաուժեղ վոկալային կատարումներից մեկը։ Բուքմեյքերների գնահատմամբ Ավստրիայի հաղթանակի հավանականությունը կազմում է մոտ 21%։ Ֆրանսիան ներկայացնող Լուանեն հանդես է գալիս հետաքրքիր երգով ֆրանսերեն լեզվով հուզիչ բալադ, որը նվիրված է երգչուհու մորն ու դստերը։ Երգը հուզել է հանդիսատեսին իր զգացմունքային ուժով։ Բուքմեյքերների գնահատմամբ Ֆրանսիայի հաղթանակի հավանականությունը կազմում է մոտ 12%։ Ֆինլանդիան ներկայացնող Էրիկա Վիկմանը հանդես է գալիս Ich komme երգով, գերմաներեն լեզվով պրովոկացիոն փոփ կատարում, որը համարվում է մրցույթի ամենաարտահայտիչ ելույթներից մեկը։ Բուքմեյքերների գնահատմամբ Ֆինլանդիայի հաղթանակի հավանականությունը կազմում է 6%։ Նիդերլանդները ներկայացնող Կլոդը հանդես է գալիս երգով, բազմալեզու երգ, որը համադրում է եվրոդանս և փախստականների պատմություն։ Բուքմեյքերների գնահատմամբ Նիդերլանդների հաղթանակի հավանականությունը կազմում է 3%։ Իսրայելը ներկայացնող Յուվալ Ռաֆայելը հանդես է գալիս անգլերեն, ֆրանսերեն և եբրայերեն լեզուներով հզոր բալադով, որը բարձր գնահատականի է արժանացել իր
Վոկալային կատարումներով բուքմեյքերների գնահատմամբ Իսրայելի հաղթանակի հավանականությունը կազմում է 2%։ Հայաստանը ներկայացնող պարգը հանդես է եկել հուզիչ բալադով, որը պատմում է դիմակայության, ուժի և հույսի մասին։ Չնայած բուքմեյքերների ցուցակներում Հայաստանը չի ընդգրկվում առաջին հնգյակում, երգն արժանացել է միջազգային մամուլի և երաժշտական փորձագետների դրական արձագանքներին։ Նշենք, որ ըստ նախնական քվեարկությունների Հայաստանը գտնվում է լավագույն տասնյակում։ Եվրատեսիլ 2025-ի գլխավոր ֆավորիտներն են Շվեդիան, Ավստրիան և Ֆրանսիան, սակայն ինչպես միշտ Եվրատեսիլում հնարավոր են անակնկալներ և վերջնական արդյունքները կախված կլինեն ինչպես ժյուրիի, այնպես էլ հանդիսատեսի քվեարկությունից, այնպես որ շտապ եք քվեարկել մեր մասնակցի օգտին։